Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է մարդու ամենաթանկ ունեցվածքի առողջության մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ ձեզ լավ ծանոթ մեր հեռախոսահամարը 54 89 34 եւ մեր էլեկտրոնային փոստի հասցեն շտապ օգնություն շնիկ ararat@tv.am կարող եք հաղորդման ընթացքում զանգահարել, գրել մեզ եւ ուղղել ձեր հարցը այսօրվա մեր հյուրին, իսկ այսօր խոսելու ենք կրկին ախտորոշման մեթոդների, դրանց բազմազանության, դրանց էֆեկտիվության եւ առաջարկած տարբերակների մասին եւ այս առիթով տաղավար ենք հրավիրել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ախտորոշման գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Անդրեաս Համբարձումյանին, բայց հարցազրույցը փոքր ծանոթումից հետո։ Ախտորոշումը բժշկագիտության ճյուղերից է, որի հիմնական գործառույթը հիվանդության որոշումն է, ճանաչումը։ Դիագնոզ բառը, որից եւ ծագել է դիագնոստիկա տերմինը, հունարենից թարգմանաբար հենց ճանաչելու ունակություն է նշանակում։ Գոյություն ունեն հիվանդության ախտորոշման ամենատարբեր մեթոդներ եւ միջոցներ, սկսած անամնեզից կամ հիվանդի սուբյեկտիվ հետազոտությունից, հարցադրումներով, շոշափում զննումով, միջև գործիքային հետազոտություններ, ամենատարրական ջերմաչափով, ճնշաչափով, ընդհուպ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով։ Փաստ է, որ որքան գոյություն ունեն հիվանդություններն ու բուժումը, այնքան կա եւ ախտորոշումը, բայց որքան էլ զարգանան ու շատանան ախտորոշման մեթոդներն ու գործիքները, մասնագետների խոսքով դրանք մեկը մյուսին ոչ թե փոխարինում, այլ փոխլրացնում են, նպաստելով ճշգրիտ ախտորոշմանը։ Իսկ ճշգրիտ ախտորոշումը գրագետ բուժման ամենամեծ գրավականն է։ Ինչ կարելի է պարզել ռենտգենյան, ուլտրաձայնային եւ էնդոսկոպիկ հետազոտություններով, համակարգչային եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայով, ինչ պետք է իմանա մարդը այս կամ այն հետազոտության գնալուց, գիտական ինչպիսի նվաճումներ են գրանցվում օր-օրի զարգացող դիագնոստիկայում եւ ինչպիսի օգնություն կարող են ցուցաբերել բժիշկ ռադիոլոգները վիրաբույժներին վիրահատության բուն ընթացքի ժամանակ։ Եվ այսպես շտապ օգնության տաղավարում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ախտորոշման գծով փոխտնօրեն դոկտոր պրոֆեսոր Անդրեաս Համբարձումյանն է եւ մենք խոսում ենք ախտորոշման մանրամասներից։ Զանգահարեք հարգելի հեռուստադիտողներ 54 89 34 մեր հեռախոսահամարն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ պարոն Համբարձումյան, որ ժամանակ գտաք եւ եկաք մեր հաղորդաշարին մասնակցելու։ Ես որքան հասցրեցի կարդալ, ուսումնասիրել ախտորոշման մասին եղած գրականությունը, գոնե ոչ շատ մասնագիտական հանրամատչելի գրականությունը, հասկացա, որ կարելի է այսպիսի մի բանաձև գրել հավասարում, որ հիվանդություն պլյուս ախտորոշում հավասար է բուժում։ Կարելի է նման բան ասել, թե իմ հորինած հավասարումը սխալ է։ Շատ հետաքրքիր հավասարում է, բայց ես կարծում եմ, որ իմաստով ճիշտ է, ընդհանրապես իմաստով ճիշտ եք, այն առումով, որ միայն եւ ճիշտ ախտորոշումով կարելի է եւ հետագայում շարժվել եւ հետագայում ճիշտ կազմակերպել ճիշտ բուժումը։ Ախտորոշումը շատ մեծ դեր ունի բուժման ընթացքում։ Սովորաբար կլասիկ դեպքերում մենք բաժանում ենք երկու մասի, լինի ժամանակի ընթացքում տարածական ախտորոշումն ու բուժումը, սովորական։ Բայց կարող է դա լինի եւ միանվագ տիպի կարող է լինի, այսինքն հիվանդին կարող եք եւ ախտորոշել եւ բուժում անցկացնել։ Հնարավոր են այդ դեպքերը նույնպես։ Այսինքն հնարավոր են այս հավասարման տարբեր մոդիֆիկացիաները նույնպես։ Այո, բայց այդ հավասարումը շատ հետաքրքիր է, որ դուք։ Եվ ընդ որում ես գործադրեցի իմ ֆիզիկա-մաթեմատիկական թեքումն ավարտած լինելու ջանքերը եւ հասկացա, որ որքան, չնայած դա շատ պարզ է, մեծ լինի գումարելին, որը վերաբերում է ախտորոշմանը, այնքան կնվազի հիվանդության գումարելին, որովհետեւ ի վերջո բուժումը պետք է հանրագումարը տա։ Ի վերջո մենք կունենանք։ Այսինքն ինչքան շատ լավ ախտորոշվի, այնքան կհաղթահարվի հիվանդությունը։ Անշուշտ, այդ ժամանակը, որը կկործվի բուժման ընթացքում ճշտումներ ներմուծելու հիվանդի կոնկրետ, դուք միջև բուժումը սկսելով կարող եք ճշգրիտ օգտագործել ճշգրիտ մեթոդներ եւ դրանով նվազեցնել բուժման ընթացքում տարբեր բարդությունները, որը շատ կարեւոր է։ Հատկապես երիտասարդ մանուկների մոտ, հատկապես տարիքավոր մարդկանց մոտ, որոնց համար բուժման ընթացքի ենթարկվող վիրահատությունը, եթե 2 ժամ է տևելու կամ 4 ժամ է, տարբերությունը մեծ է։ Եվ այդ 4 ժամը վիրաբույժը եթե կորցնում է, եթե 2 ժամ ավել կորցնելու է ախտորոշումը ճշտելու համար,
մենք պարգևում ենք ավել հնարավորություն կյանքի այդ հիվանդին, ճիշտ ախտորոշումով։ Այո, պարոն Համբարձումյան, ախտորոշման մեթոդները ինչպես կարելի է դասակարգել։ Արդյոք դրանք դասակարգվում են ըստ այն օրգան համակարգերի, որոնք ենթարկվում են ախտորոշման, թե ըստ կիրառվող, ասենք, ճառագայթների կամ այլ դասակարգում գոյություն ունի։ Բազմաթիվ դասակարգումներ կան ախտորոշման գծով, կարող եմ ասեմ, սովորաբար բաժանում ենք գործիքային մեթոդները եւ ոչ գործիքայինը եւ ինչպես կլասիկան է, երբ որ դեռ հին Հռոմից սկսած դեռ ամենաառաջինը մեր կլասիկան նա է, որպեսզի հիվանդին լսել, այսինքն անամեզը հավաքել, ճիշտ ձևի կարողանալ կողմնորոշվել եւ հետագա ֆիզիկական գործունեությունը անել, այսինքն ձեռքի պալպացիան, պերկուսիան, այդ կլասիկ մեթոդները դեռ արձիական են։ Ճիշտ է, կան մեթոդներ, որ արդեն փոխարինում են նրանք եւ տեսանելի են դարձնում այն հիվանդությունները, որոնք փաստորեն որ միջև տեսանելի չէին։ Եվ այդ դերը բայց միևնույն է կիրառության մեջ են, նույն շոշափումը անշուշտ։ Օրինակ ես կգերադասեի միշտ, եթե միջև իմ ուղարկվող հիվանդը, եթե ես պետք է նայեմ, համապատասխան մասնագետ են նայեր։ Եթե դա երեխա է, անպատճառ մանկաբույժը նայեր։ Եթե դա վիրաբուժական հիվանդ է, պետք է վիրահատվի, անպատճառ վիրաբուժը սկզբից նայեր։ Եվ նմանատիպ ուռուցքով օնկոլոգը նայեր։ Եվ նա արդեն ուղղորդեր հիվանդին, ճիշտ ձևի կողմնորոշվեր եւ արդեն ինքն էլ ինչ որ չափով ընտրեր մեթոդները եւ ախտորոշման եւ արդեն համատեղ որ ճիշտ ախտորոշումը կատարել։ Իսկ գործիքայինները ինչ ձևով են դասակարգվում հետազոտությունները ախտորոշման։ Գործիքայինները հիմա բավականին մեծ, հատկապես մեր Հայաստանում կիրառություն ունեն էնդոսկոպիկ մեթոդները, որոնք թույլ են տալիս վիզուալիզացնել ներքին օրգանները։ Խոռոչ ունեցող օրգաններ։ Այո, նույնիսկ կարելի է ասել խոռոչ ունեցող այդ ստանդարտ մեթոդներ են։ Նույնիսկ կան եւ ժամանակին արվել է եւ իմ կողմից արհեստականորեն ստեղծվող խոռոչներ, որ կարելի է ստեղծել արհեստականորեն եւ այդ խոռոչը ներզննել։ Օրինակ որ դեպքերում։ Օրինակ հետ որամզային տարածությունը, որը որ պրակտիկորեն էնդոսկոպիա չի ստուգում, էնդոսկոպի միջոցով, որտեղ տարածք չկա այնտեղ։ Այդ մկանների, օրինակ մկանների արանքը, այդ տարածքը արհեստականորեն կարելի է լայնացնել եւ տեսնել այնտեղ ինչ կա։ Իսկ այդ լայնացումը ինչի հաշվին է տեղի ունենում հեղուկի, թե գազի եւ գազի միջոցով այդպիսի աշխատանքներ ժամանակին արվել էր, հենց թթվածին կամ ուրիշ գազեր իներտ գազեր են ներմուծում հետ որամզային տարածություն, որոնք իրանք դասնում են այդ տարածքը արդեն ավելի տեսանելի։ Եվ ճառագայթային ախտորոշման համար եւ նույնիսկ էնդոսկոպիկ ախտորոշման համար։ Դրանք փորձնական են եւ նույնիսկ կլինիկայում օգտագործեն, բայց շատ հետաքրքիր են, որ հնարավորություն են ընձեռնում այն օրգանները, որոնք որ տեսանելի չէին այդ ժամանակ, տեսանելի դարձնել։ Այո, եւ եթե խոսում ենք ախտորոշման մասին, շատ հաճախ իհարկե այն պարզ գործողություններից հետո, երբ խոսքը գնում է լուրջ գործիքային հետազոտությունների մասին, իհարկե մենք առնչվում ենք ռենտգենյան ճառագայթմանը, որ չնայած 100 տարուց ավելի արդեն պատմություն ունի, բայց միևնույնը չի զիջում իր տեղը։ Հատկապես որ օրգանների դեպքում է այն ավելի ինֆորմատիվ եւ ինչ են լրացնում նրան հաջորդած միջոցները։ Նու կարող եմ ասեմ կլասիկ ռենտգենյան մեթոդը միջևի արձիական է եւ նա փոխարինվում է հիմա թվային ռենտգենյան սարքավորումները, որոնք ավելի զգայուն են, ավելի ինֆորմատիվ են։ Եվ թվային, այսինքն այդ իմպուլսը վերածվում թվային իմպուլս։ Այո, ոչ թե ամբողջ պատկերը թվերով է ստացվում։ Ինֆորմացիան թվային ձևով է վերածվում։ Կլասիկ դա բանի թվայնացումն է, որը որ հեռուստատեսությունում նույնը օգտագործում է թվայնացումը։ Եվ այդ հնարավորությունը ընձեռնում, որպեսզի մենք կարողանանք ռենտգենյան հետազոտությունը հիմնականում անում ենք օրինակ կլասիկ դեպքերում թոքերի հետազոտությունները, անում ենք ոսկորների հետազոտությունները, անում ենք կլասիկ հետազոտությունները որոշ ինվազիվ մեթոդներ, օրինակ սրտաբանության մեջ կարևորագույն մեթոդներից մեկը անգիոգրաֆիան է,
որը էլի ռենտգենյան մեթոդն է փաստորեն։ Մենք արհեստականորեն կոնտրաստ ենք ներմուծում անոթի մեջ եւ ստանում ենք պատկեր անոթի, տվյալ դեպքում սրտանոթի։ Եվ քանի տասնյակ կամ հազարավոր կամ տասնյակ հազարավոր մարդիկ են փրկվում միայն այդ մեթոդը ներդնելով, ճիշտ կատարելով համապատասխան բուժումը, սկզբից ախտորոշում եւ հետո բուժումը։ Հասկանալի է։ Նույն ռենտգենյան հետազոտությունը։ Ռենտգենյան հետազոտության հիմքում, ռենտգենյան մեթոդի հիմքում դրված է նաեւ կոմպյուտերային տոմոգրաֆիա։ Սրանք իհարկե ճառագայթի հետ կապված են եւ ինչ որ չափով նրանց չափավոր ճիշտ օգտագործումը շատ կարեւոր է բժիշկների կողմից։ Պարոն Համբարձումյան, դուք համակարգչային տոմոգրաֆիայի մասին նշեցիք, որ կրկին ռենտգենյան հետազոտության տարեր ունեն հիմքում, այո։ Այո, ոնց որ եւ ռենտգենյան հետազոտություն, բայց հնարավորություն են ձեռնում մի շերտի փոխարեն բազմակի շերտեր ստուգել այդ ժամանակաշրջանում, եթե 1 րոպեում կամ մի քանի րոպեում տվյալ մեքենայից կամ սարքից ելնելով մենք կարողանում ենք փաստորեն միջ գլխից միջև վերջ նայել մարդու մարմինը միջև եղողները, այսպես ասած, այսինքն հնարավորություն է ձեռնում շերտ առ շերտ ստուգել բոլոր հատվածները։ Եվ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան նմանաձև, այո, նմանաձև եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան ունի այդ հնարավորությունը ստուգել բոլոր հատվածները։ Այստեղ շատ կարեւոր է որպեսզի ախտորոշող բժիշկը եւ բուժող բժիշկի հետ միասին կամ կարողանա ճիշտ ընտրել մեթոդները, որովհետեւ այդ մեթոդները պետք է ծառայեն վերջիվերջո ախտորոշմանը։ Եթե օրինակ խոսքը գնում է օնկոլոգիական խնդրի մասին, եթե այստեղ շատ կարեւոր է որպեսզի մենք ստանանք հյուսվածաբանական հետազոտություն։ Եվ այդ դերը այդ ժամանակ բավականին մեծ է վերցնելու այդ հետազոտությունների ժամանակ հյուսվածքից վերցնել մի մաս։ Դա բավականին հաճախ արվում է մյուս ռադիոլոգիական մեթոդը, բավականին հաճախ, եթե ոչ ավելի ամենաշատը, ուլտրաձայնային մեթոդի ժամանակ։ Բազմաթիվ ուրեմն մեթոդներ են ներդրվել հենց իմ կողմից կոնկրետ կրծքագեղձի ուռուցքների հետազոտման ժամանակ վերցնելու բիոպսիան, տարբեր եղանակներ գոյություն են վերցնելու, շագանակագեղձի ուռուցքների վերցնելու ժամանակ եւ ներքին օրգանների լյարդը կլինի տա, ավշային հանգույցները, այսինքն բոլորի նպատակը նա է, որպեսզի կարողանալ ոչ միայն տեսանելի դարձնել, այլև փաստացի այդ տեսանելի դաշտից կամ կասկածելի հատվածից կամ վստահ նույնիսկ եթե գիտես, բայց իմանաս թե ինչ տիպի բջիջներ են այնտեղ, վերցնես կտոր եւ տաս հյուսվածքաբանին, այո, որպեսզի նա արդեն կարողանա կատարել համապատասխան ստուգումներ եւ որոշի ինչ բջիջներ են, որովհետեւ հիմա արդեն բավականին շատ ուժեղ զարգացել է օնկոլոգիան այդ առումով եւ նույն հիվանդությունը ոնց որ թե առաջ մենք անում ենք օրինակ վիրահատություն, հիմա գիտենք որ վիրահատությունը պետքա երկրորդ հերթ լինի։ Այո։ Պետքա եթե հորմոնալ բուժում կատարվի, նոր արվի վիրահատությունը, կամ միայն վիրահատությունն է որ կարելի է անել այս դեպքում։ Եվ դա միայն եւ միայն որոշումը այդ կատարվող հյուսվածաբանական հետազոտությունների շնորհիվ։ Պարոն Համբարձումյան, ես տեսնում եմ, որ դուք բերել եք նկարներ բավական հետաքրքիր, սովորաբար խնդրում եմ ցույց տվեք եւ բացատրեք թե ինչ է դա։ Մենք այս նկարների, պատկերների վրա նման գունագեղ բաներ սովորաբար չենք տեսնում։ Միշտ սովոր ենք սև, սպիտակ պատկերների։ Ինչ են այս գույները։ Այս գույները աշխարհի քարտեզի նման։ Սա այս գունավորումը հենց ստացվում է տարբեր եղանակով ստացվող ուլտրաձայնային հետազոտությունների ժամանակ, որ հիմա մեր մոտ բավականին ասում են դոպլեր հետազոտություն, այսա հենց դոպլերյան հետազոտությունն է, որը որքանն է հետաքրքիր։ Այստեղ կրծքագեղձի նորագոյացություն է, որը կարողանում ենք մենք տեսնել գույներով, իսկ գույները դա շարժվող անոթների մեջ շարժվող արյունն է, որը գունավորվում է եւ ըստ գույների արագության, ըստ իրենց գունավորման մենք կարողանում ենք իմանալ դեպի որ կողմն է արյունը հոսում եւ ըստ չափի կատարում է եւ այստեղ արդեն ինչ որ ախտահարված վիճակ կա տվյալ պատկերում։ Անշուշտ, հենց սա ախտահարված վիճակն է, որ օգտագործում են նորագույն տեխնոլոգիաները, սա էլաստոգրաֆիան է, որը հնարավորություն է ընձեռում հենց ուռուցքը տարբերակել, ուռուցքը տեսնել ավելի ուրիշ եղանակով, որը որ հնարավորություն ընձեռում տարբեր խտության
հատվածները ուռուցքի տարբերակել եւ այդ խտությունների տարբերությունով կարելի է նույնպես ախտորոշել ճիշտ դիագնոզը ուռուցքի, չարվորակ ուռուցքի։ Պարոն Համբարձումյան, փաստորեն նաև առանձին են այն մասնագետները, ովքեր առանձին ախտորոշման մեթոդների են տիրապետում, ռենտգենոլոգները, MRT անողները, ԿՏ անողները եւ էնդոսկոպիկ հետազոտություններ կատարողները։ Դուք ավելի շատ էնդոսկոպիայով եք խորացել։ Ես զբաղվում եմ, կոնկրետ ես զբաղվել եմ ուլտրաձայնային էնդոսկոպիկ կոմպյուտերային, այսինքն բազմաթիվ այլ բոլոր մեթոդներ են, որոնք որ միայն եւ միայն ծառայում են մի նպատակին՝ ճիշտ ախտորոշմանը։ Բայց ես ուրախ եմ, որ հիմա այդպես էլ կա, ինչպես դուք նկատեցիք, որ հիմա ենթադրենք կան ուլտրաձայնով զբաղվող բժիշկներ, այսինքն ախտորոշումով զբաղվող բժիշկներ, որոնք ենթադրենք զբաղվում են միայն կրծքագեղձով։ Կան բժիշկներ միայն սա դեռ ուլտրաձայնային մեթոդն է։ Չեմ տարբերակում դեռ ուրիշ մեթոդներ։ Զբաղվում են վահանագեղձով, զբաղվում են ներքին օրգաններով, զբաղվում է կանացի, ուրոլոգիայով։ Այդպես երևի թե ավելի պրոֆեսիոնալ է։ Անշուշտ պրոֆեսիոնալ է, որովհետև այդպես ավելի բժիշկը ավելի խորանում է եւ կարողանում է ամենակարևորը իր գոլեգայի հետ, եթե շագանակագեղձ է, կարող է ուրոլոգի հետ միասին ճիշտ կողմնորոշվել։ Ես ուղղակի աշխատանքի բերումով եւ տարբեր նոր ամբիոն ստեղծելով բժշկական համալսարանում կենտրոններ ստեղծելով ես ոնց որ պարտավոր է այդպես մեթոդներ անեի եւ ներեի դրում մի շարք մեթոդներ, բայց դա իհարկե ճիշտը դա է, որպեսզի ամեն մեկը զբաղվի կոնկրետ մի բանով, որովհետեւ վերջի պրոֆեսիոնալիզմ պետք է լինի։ Այո, մենք ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, ալո։ Բարի ձեզ, ես խնդրում եմ պրոֆեսոր Համբարձումյանին ինձ պատասխանի մի այսպիսի հարցի համար։ Երբ որ ես պարտքում եմ, այդ ժամանակ ստամոքսից հատվածում շատ ուժեղ ցավեր ա լինում եւ այդ ցավերը միանգամից խփում ա թիկունքից ու սկսում է թիկունքս ցավա շատ ուժեղ։ Ես ուզում եմ իմանալ պրոֆեսորից, դա ինչի հետ է կապված, խնդրում եմ ասել, նախապես շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Ուրեմն այստեղ մեկ հավանաբար կարիք կա հիվանդին ստուգելու, կապված իրեն գանգատների հետ կապված, նո երկու մեթոդ կարող եմ առաջարկել։ Առաջինը ոչ ինվազիվ, դա ուլտրաձայնային մեթոդ է, որպեսզի կարողանանք ստամոքսի շրջակա բոլոր օրգանները ստուգել։ Դա ենթաստամոքսային գեղձն է, լեղապարկն է, լյարդն է։ Եթե այնտեղ որևէ բան, պաթոլոգիա գտնվեց կամ նույնիսկ չգտնվեց, ելի զուգահեռ կամ առանձին արվի գաստրոսկոպիա, գաստրոդուոդենոսկոպիա։ Հասկանալի է։ Պարոն Համբարձումյան, դուք նշեցիք, որ առանձին օրգանների համար առանձին հետազոտությունները ավելի արդյունավետություն է բարձր լինում դրանց։ Իսկ կան հետազոտությունների ձևեր, որոնք տարիքային սահմանափակումներ են ներառում, ասենք նորածիններին չի կարելի կամ հատկապես մեծահասակներին կամ այս կամ այն հիվանդությունը ունենալու դեպքում հակացուցվում է։ Հիմա բժշկությունը այնպես է, որ աշխատում է բոլոր մեթոդները, որոնք գոյություն ունեն, ենթադրենք էնդոսկոպիան, որը որ էնդոսկոպի միջոցով սարքը, որը պետք է ներմուծեք, աշխատում են այնպես անել, որպեսզի մեթոդը դառնա ունիվերսալ, անկախ տարիքի։ Այսինքն նորածին երեխային նույնիսկ մեր հիվանդանոցում մենք կատարում ենք էնդոսկոպիա։ Անում ենք էնդոսկոպիա, որպեսզի կարողանանք ճիշտ ախտորոշենք, ենթադրենք կերակրափողի, օրինակ ատրեզիա, այսինքն կերակրափողը լրիվ իծն է, բնածին առատ ունի, փակ է եւ դեպի ստամոքս գնացող ճանապարհը փակ է եւ պարզա այստեղ միայն եւ միայն այդ երեխային կփրկի վիրահատությունը։ Եվ այդպիսի ունիկալ վիրահատություններ բազմաթիվ անգամ արվում է մեր հիվանդանոցում եւ նման բարդ հիվանդություններ արվում է, հիվանդությունների ախտորոշում եւ բուժում արվում է մեր հիվանդանոցում։ Նույնը կապված ստամոքսի, նույնը կապված աղիքի, լինում են այդպիսի երեխաներ ծնվում են, որ հետանցքը փակ է լինում, ստիպված, ուրեմն այստեղ էլ պետք է վիրահատություն արվի։ Եվ այդ սարքերը, որոնք օգտագործում են, հարմարեցված են, այսինքն հիմնականը մինիմալիզված են, փոքրացված են նրանք, մի քանի միլիմետր տրամագիծ ունեն, այն որ մենք մեծերին օգտագործում ենք, եթե
մոտ մի սանտիմետրանոց տրամագծով էնդոսկոպ, մեր երեխաներին պարզ այդ տարիքի ըստ տարիքների 1 մմ, 2 եւ այլն, մինչեւ 13-14 մմ-անոց տրամագծով կան ֆիբրոսկոպներ, որոնք հնարավորություն են տալիս նայել գրեթե բոլոր խոռոչավոր օրգանները։ Այդ թվում ես կուզեի առանձնացնել քիթ կոկորտը, այո, որովհետև դա առանձին ոնց որ մի բնագավառ է, ու պարզ է, որ դա քիթ կոկորտը առանձին մասնագիտություն է, եւ մենք օգնում ենք նոր հետազոտության ձև է Հայաստանում, այո, ես համեմատաբար նոր, ինքը մեթոդը կլասիկ հայելիով բոլորս տեսել ենք, տեսնում ենք փոքր ժամանակվանից, սա ֆիբրոսկոպով է, որը ավելի անհամեմատ ավելի դյուրին է ախտորոշման տեսակետից, որովհետև հայելիով նայելով կան փակ զոնաներ, որոնք տեսանելի չեն։ Այո։ Եթանեք լեզարմատի շրջանում կամ շնչուղիների ձայնալարերի որոշ հատվածներ շնչուղիում չես կարող դու տեսնել հայելիով։ Իսկ քթի ամբողջ խոռոչը։ Եվ քթի խոռոչը կարելի է մտնել նուրբ ֆիբրոսկոպով եւ նայել, տեսնել ինչ կա, ինչ գոյացություն կա եւ որ շատ կարեւոր է, որ հնարավորություն է ընձեռում վերցնել կտոր հյուսվածաբանական հետազոտության համար։ Ես սա էլի կրկնում եմ, որ որպես արդեն օնկոլոգ, որ ոչ միայն վիզուալիզացնել եւ տեսնել, այո, եւ հնարավորություն է ընձեռում, որը շատ կարեւոր է վերցնել մի փոքր քսուկ, նույնիսկ բավական է մի քանի բջիջներով արդեն մեր մասնագետները կարողանում են ճիշտ ախտորոշում կատարել։ Եվ դա շատ կօգնի, դա հասարակ պոլիպ է, ձայնալարի, դա պապիլոմա է, դա մալինիզացիա է գնում, այսինքն չարվորակացում է գնում, թե դա իսկապես չարվորակ հիվանդություն է։ Այդ դեպքերում անփոխարինելի է ֆիբրոլարինգոսկոպիան, որը որ հնարավորություն է տալիս նայել եւ վերցնել մատերիալ։ Էնդոսկոպիկ մեթոդների մեջ է դա։ Այո, սա արդեն էնդոսկոպիկ մեթոդների մեջ է։ Պարոն Համբարձումյան, դուք նշեցիք, որ երբեմն լինում են իրավիճակներ, երբ էնդոսկոպիստը կամ հետազոտող, ախտորոշող մեկ այլ մասնագիտացված բժիշկ կանգնում է այն իրավիճակի առջև, երբ միջամտության կարիք է լինում հենց տեղում։ Օրինակ, որ դեպքերն են դրանք, որ հետազոտողը նաև բուժողն է, այո։ Եվ ախտորոշում է եւ բուժում է։ Այստեղ սովորաբար էնդոսկոպիստները, որոնք որ անում են, օրինակ արյունահոսության ժամանակ, պարզ մի բան։ Արյունահոսության ժամանակ եթանեք ստամոքսի խոց է, արյունահոսություն է կա եւ արյունահոսության ժամանակ կարելի է եւ իսկապես ախտորոշել, դժվար է բավական է արյունահոսության ժամանակ նայել եւ տեսնել այդ տեղը, որ հատվածը որտեղ որ, բայց պետք է պարտավոր է մաքրել եւ նայել եւ մաքրելուց հետո տեսնում եք, որ խոցը այստեղ է եւ խոցից արյունը գալիս է, հատուկ դեղերը ներարկում բժիշկը, որ արդեն հեմոստազ է կատարում, այսինքն կատարում է նույն էնդոսկոպի միջոցով։ Նույն էնդոսկոպի միջոցով, այո։ Մեկ մուտքով երկու գործողություն։ Այո, փաստորեն ախտորոշում եւ բուժում։ Կարող են նայարվի լազերային կոագուլյացիա, այսինքն իմաստը նույնն է կամ էլեկտրոկոագուլյացիա, որպեսզի կանխել արյունահոսությունը։ Եվ դա տարբեր խոշոր հիվանդանոցներում դա միշտ արվել է եւ արվում է փառքաստու, որ բազմակի կյանքեր է փրկվել միայն այդպիսի վիճակով, որպեսզի փոխարինել վիրահատություն ամենակարևորը։ Այդ ծանր սուր վիճակով հիվանդին փաստորեն, որը որ նույն արյունակամ է, փաստորեն հեմոգլոբինը ցածր է, թթվածինը ցածր է, նա բարձ է արդեն կրիտիկական վիճակում կարող է լինել, որպեսզի վիրահատության չհասցնել։ Այո, լսենք հեռուստադիտողին, պարոն Համբարձումյան, ունենք հարց, ալո։ Բարև ձեզ, պարոն Համբարձումյան, պրոֆեսոր Համբարձումյան, շատ հարգելի։ Ես գլխիս վրա ճարպագնդեր ունեմ, արդեն քանի տարի է, 2-3 անգամ հեռախոսնույթ է կրկնվել, ինչ անեմ, խնդրում եմ օգնեք այդ հարցով։ Դու այս ճարպագնդերը, եթե իսկապես ճարպագնդեր են, այդքան իհարկե մտահոգվելու բան չունի, տիկինը ավելի շատ կարելի է դա հավանաբար եթե իսկապես ճարպագունդ է, էսթետիկական նպատակով վիրահատությունը կատարվի, այսինքն եթե իրեն անհանգստացնում է, որտեղ եթե ճարպագունդը վերածվում է արվում է վիրահատություն, սովորաբար նրանք չեն կրկնվում, այսինքն նույն տեղը չեն կրում, կարող է ուրիշն են կողքը լինում, դա համեմատաբար հեշտ պրոբլեմ է, դա վիրաբուժի, նույնիսկ օնկոլոգի կարելի է չդիմել, լավ վիրաբուժը կարող է, եթե պրոբլեմը փոքր է, այսինքն ճարպագնդերը փոքր են, պոլիկլինիկայի
մակարդակով, այսինքն ամբուլատոր վիրահատել։ Էլ ստացիոնար չի դիմի։ Պարոն Համբարձումյան, ձեր նշած մեթոդների ժամանակ կարիք լինում է հատկապես այն դեպքերում, եթե բիոպսիայի անհրաժեշտություն է նաև լինում անզգայացման, որպեսզի հատկապես երեխաները Այո, դա ուրեմն հետաքրքիր հարց է, ուրեմն ժամանակին, երբ որ ներ էին դրվում էնդոսկոպիկ մեթոդները, բոլորը արում են ընդհանուր անզգայացմամբ։ Հետո որ տեսան տեխնիկան զարգացավ, տեսան որ կարելի է անել եւ առանց ընդհանուր անզգայացման հետազոտություններ եւ բիոպսիա։ Հիմա նույն հակառակ տենդենցիան է գնում, աշխատում են մարդիկ ուզում են կոմֆորտ լինի։ Մեկ մեծահասակների մասին է խոսքը, բիոպսիա կատարելու համար նույնն էլ երեխաներին շատ անգամ դժվար է անել առանց ընդհանուր անզգայացման այդ գործողությունը։ Եվ դա շատ անգամ եւ կարևորագույն նշանակություն ունի կատարելը բիոպսիայի։ Մեր հիվանդանոցում Սուրբ Աստվածաբար բժշկական կենտրոնում մեկ ներ ենք դրել բազմաթիվ անգամ բիոպսիաներ երեխաների նորագոյացումների ժամանակ հենց ընդհանուր անզգայացմամբ արդեն վիրահատարանում։ Փաստորեն վիրահատարանում արվում է բիոպսիա կամ ուլտրաձայնի միջոցով կամ լապարասկոպի միջոցով, բայց իմաստը նա է, որպեսզի վերցվի կտոր եւ դա վերցնում է դժվար տեղից, բավականին ծանր, եթե որը վիրահատություններ կարող է այդ պացիենտը չստանի, եթե անենք միջնորմի մեծ ուռուցքների դեպքում, թոքի խնդիրների, այսինքն փոքր կտոր վերցնելով մենք արդեն իմանում ենք իրեն ստույգ ախտորոշումը եւ ճիշտ կազմակերպում ենք բուժումը։ Եվ փառքաստու կան հիմա շատ լավ սխեմաներ մանկական օնկոլոգիայում, որ կարելի է օգտագործել ճիշտ բուժումը կազմակերպելու համար եւ կարևոր արդյունավետ, մեծ արդյունավետությամբ։ Ես հենց ձեր այդ վերջին նորարարություններից մեկի մասին էի նախատեսել հարց, դուք արդեն անդրադարձաք, փաստորեն ստացվում է, որ ախտորոշումը ոչ միայն մինչև բուժման ընթացքի պարտադիր գործողությունն է ստացվում, այլ հնարավոր է հենց բուն բուժման, այսինքն վիրահատության պահին լինի նաև որոշակի տեղեկատվություն ապահովելու համար։ Այո, անշուշտ։ Եվ նաև հետո հետ վիրահատական շրջանում նույնպես ախտորոշման գործողությունները շարունակվում են, որպեսզի արդյունքներին հետևեն, ճիշտ է։ Այո, լրիվ ճիշտ է, ուղղակի արդեն այստեղ մի քիչ ուրիշ է կոչվում վիրահատությունից հետո մեկ հիվանդի վերցնում եք ոնց որ ասենք դիսպանսեր հսկողության կամ հետ վիրահատական հսկողության։ Այսինքն մենք ուզում ենք տեսնանք հիվանդը, եթե անենք որը որ արվել է ծանրագույն վիրահատություն ուղեղի եւ մեծ այնտեղից կիստա է հեռացվել, ուռուցք է հեռացվել։ Վիրահատությունից հետո ինչքան ժամանակ հետո նա լավանում է։ Եվ այդպես փորձ ունենք, որ մի քանի անգամ ստուգել ենք երեխային 3 օր հետո, 5 օր հետո, 10 օր հետո, 10 միջև վերջնական տեսնենք, որ ապաքինվել է եւ ընդհանրապես վերացել է այդ խնդրը, որը որ շատ մեզ ուրախացնում է։ Եվ նմանը իհարկե վիրահատության ժամանակ ուղղորդում ենք մեկ վիրաբույժին, այսինքն նայած թե նա ինչ թոքային վիրաբույժ է, թոքային վիրաբույժին եք օգնում, որպեսզի նա ճիշտ կարողանա արդեն ճիշտ բան անել։ Շատ հիմիկվա մեր պատանի վիրաբույժները արդեն իրանք են էնդոսկոպիան այնպես լավ կլասիկ ձևով տիրապետում, որ իրանք արդեն առաջարկում են եւ անում են նորարարություններ, որ ելի մեր հիվանդանոցում կատարվում է մեր կենտրոնում բժշկական հենց պատանի վիրաբույժների կողմից լապարոսկոպիկ նորագույն մեթոդներ ուղեղի հենց լապարոսկոպիա, որ կարծում եմ որ դա շատ հետաքրքիր է թոքային վիրաբուժության մեջ, շատ եւ հետաքրքիր եւ կարեւորը արդյունավետ է։ Ամենակարևորը արդյունավետ է, որտեղ մենք արդյունքը տեսնում ենք իսկապես միանգամից։ Պարոն Համբարձումյան, մենք ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, ալո։ Բարև ձեզ, հարգելի պրոֆեսոր, ես ուզում եմ այսպեսի հարց տալ։ Ես ստուգվել եմ, կատե են արել, աճուկում աճ ոտքի աճուկային մասում, արդեն 3-րդ տարին է երևի, ինչ որ այտուցված բան կա։ Ես մտածում եմ, որ կարող է լինի դա ճողված, քիչ-որ մի բան, մի խոսքով կատեի միջոցով հայտնաբերեցին, որ մոտ 1.7 սանտիմետր մեծությամբ արկա են քիչ արտադրված աճուկային հանգույց, կարճ ասած լիմֆադենիտ։ Ու հիմա ես ուզում եմ իմանալ նորից ինչ որ հետազոտություն արվի, որտեղ ժամանակ առ ժամանակ դա սկսում է ավելի ուժեղ ցավել, կոմպրեսներ եմ անում, օղիով ինչ որ բանով, հանգստանում է։
ինչ կառաջարկել դրա վերաբերյալ, միգուցե ավելի լուրջ հետազոտության գնամ, որտեղ ամեն դեպքում նեղություն տալիս է ժամանակ առ ժամանակ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ну, լիմֆադենիտ, եթե իսկապես տա լիմֆադենիտը եւ շատ նման է նկարագրված պատմածը լիմֆադենիտի, այսինքն լիմֆատիկ հանգույցի բորբոքման։ Այո։ Լիմֆատիկ հանգույցի բորբոքումը դա երկրորդային խնդրեմ է։ Պետք է փնտրել եւ գտնել առաջնային պատճառը, որտեղից է առաջացել այդ բորբոքումը։ Այսինքն առաջնային պատճառը հավանաբար հնարավոր առաջինը դա կանացի օրգանները պետք է ստուգել, գինեկոլոգի մոտ պետք է գնալ եւ ուրոլոգիան։ Եվ երրորդ փուլում կարելի է մտածել եւ աղեստամոքսային տրակտի։ Այսինքն այդ երեք հատվածները պետք է ստուգվի, ճիշտ նայվի, եթե այնտեղ կա խնդրեմ, բորբոքային ինչ որ օջախ, այդ օջախը վերացնել, նոր այս լիմֆադենիտը կվերանա։ Թե չէ այսպես նա պատճառը չիմանալով նա հետևանքն է բուժում։ Հասկանալի է։ Պարոն Համբարձումյան, խնդրում եմ մեկ անգամ եւս անդրադառնանք հատկապես ուռուցքային ախտորոշման, ուռուցքային հիվանդությունների դեպքում։ Ինչով է այն առավել առանձնանում։ Հետազոտական մեթոդները հենց ուռուցքայինի դեպքում ունեն յուրահատկություններ։ Ձեր նշած բիոպսիայից բացի, որ մեծ հնարավորություն է, ասենք, էնդոսկոպիայի միջոցով բիոպսի հյուսվածքաբանական հետազոտության համար նյութ վերցնելուց բացի կան այլ առանձնահատկություններ նույնպես։ Դե հատուկ մեթոդներ կան, որոնք որ միայն եւ միայն նորագույացությունների ժամանակ են օգտագործում, դրանք հատուկ են եւ քիչ են, շատ չեն օգտագործում։ Կլասիկ վարիանտում մենք ուռուցքով հիվանդներին օգտագործում են նույն մեթոդները, որոնք որ օգտագործում ենք եթե ոչ ուռուցքով հիվանդներին։ Ուղղակի այստեղ մեթոդների այդ մեթոդի հնարավոր մաքսիմալ օգտագործման հասն է։ Նու օրինակ եմ ասում, նույն ուլտրաձայնային մեթոդով որ հայտնաբերել ենք եթե կրծքագեղձի նորագույացությունը։ Եթե հիվանդը ստանում է օրինակ ճառագայթային բուժում կամ քիմիոթերապիա, ոչ վիրահատություն, ապա նույն մեթոդը օգտագործում ենք, որովհետեւ մենք այդ նույն ուռուցքը դիտենք ընթացքում։ Ինչպես է նա իրեն պահում, կոպիտ ասած, այդ բուժման ընթացքում։ Այո։ Եթե նա արձագանքում է բուժմանը, թե ոչ։ Եթե նա չի արձագանքում, ուրեմն բժիշկը համապատասխան կորեկցիա է մտցնում բուժման մեջ։ Փոփոխություններ է մտցնում։ Եթե կա արձագանք, ուրեմն նա շարունակում է մինչև վերջ, որպեսզի նա ստանա լավ արդյունք եւ հետագայում կատարվի համապատասխան երկրորդ փուլը վիրահատությունը ենթադրենք։ Այսպեսով նույն մեթոդը մենք մի քանի անգամ օգտագործում ենք ընթացքում եւ նույն մեթոդը բուժումից հետո օգտագործում ենք արդեն որպես իրեն կոնտրոլ։ Այս տարիների ընթացքում կարող ենք եւ դա ամենակարևոր հանգամանքներից մեկն է նոր ուռուցքով հիվանդների համար։ Ես ուզում եմ շեշտեմ, որովհետեւ շատ կարևոր է, որովհետեւ հիմա բոլոր շատ հիվանդանոցներով են զբաղվում նորագույացություններով, բայց մոտեցումը ստանդարտ չի ցավոք սրտի եւ չեմ պատկերացնում շատ անգամ նույնիսկ բժիշկները, որ ինչ պետք է հետո հիվանդին ասեն, որ միայն նույնիսկ փայլուն կատարված վիրահատությունը դեռ վերջ չի։ Փայլուն կատարված վիրահատությունը կույրաղեքի ժամանակ է վերջ, բայց ուռուցքով հիվանդի համար ցավոք սրտի վերջը չի։ Իրան պետք է հետևել եւ ճիշտ ուղղորդել այդ հիվանդին։ Որոշակի օգնել հիվանդին, որպեսզի նա իմանա ինչ պետք է անի եւ կարելի է նույնիսկ ալգորիթմ կա ստեղծված, որ այս դեպքում 3 ամիս հետո ինչ պետք է արվի, 4 ամիս հետո ինչ պետք է, 1.5 տարի հետո, հաջորդ տարի ինչպես։ Այո։ Պարոն Համբարձումյան, մենք հարցեր ենք ստացել նաև էլեկտրոնային փոստով։ Առաջին հարցի հեղինակը գրում է. խնդրում եմ որպես ճառագայթաբան ինձ լուսավորեք, հենց այդ բառով էլ գրել է, երիտասարդ աղջիկ է։ Ես 23 տարեկան եմ եւ ամեն տեղ լսում եմ, որ լազերային էպիլյացիան անվնաս է, բայց չէ որ լազերը ինքը ճառագայթ է եւ կարող է 50 տարեկանում ես քաղեմ դրա վնասակար պտուղները։ Դե գիտեք ինչ, մենք հենց ճառագայթաբանությունում ուղղորդվում ենք ալարա պրինցիպով, այսինքն ամենա եղած մեթոդներից անվնասը համարվում է ուլտրաձայնային մեթոդը, որը որ ոչ մի ճառագայթ իրեն մեջ այսպես չի անի, որովհետև ձայնով ենք ստանում պատկերը։ Էլի այս մեթոդը մենք օգտագործում ենք սահմանափակ, ինքը սահմանափակ է, եթե հղիության առաջի տրիմեստրում։ Հատկապես առաջի ամսվա ընթացքում չի կարելի կնոջը եթե երկար հետազոտել։ Նույն կնոջը կարելի է 9 ամսական հղիության ժամանակ եթե 10-15 րոպե ստուգել վնաս չի լինի, բայց մենք գիտենք որ առաջի 10 օրում մեծ վնասներ կարող են։
Այստեղ այդ պրինցիպը պետք է պահպանվի։ Այն դեպքին, որ վստահ չգիտենք, իսկ մենք վստահ չենք կարող ասել այդ հարցին եմ ուզում պատասխանել, որ 50 տարեկանում ինչ կնի։ Այդ մեթոդները այս վերջի տարիներն են օգտագործում։ Եվ ուղղակի փորձ չկա, որ ասենք, որ 20 տարի հետո ինչ կլինի, 25 տարի, 27 տարի տվյալ դեպքում, 27 տարի հետո ինչ կլինի։ Բայց չափի մեջ այնուամենայնիվ շատ հրապուրվել պետք չէ։ Չափի մեջ լինել, այո։ Եվ հնարավորություն է փորձել ուրիշ մեթոդներով փոխարեն, այսինքն նույն բանը, եթե կան, կարծում եմ, որ կան բազմակի այլ մեթոդներ, բացի կլասիկ լազերը, թեկուզ նույն լազերի ուրիշ լազերային արդեն տատանումներ օգտագործել, եթե արենք ոչ անպատճառ այդ հաճախականությամբ լազեր օգտագործել։ Այո, մենք այստեղ մի քանի հարցեր էլ ունեինք, հատկապես մեկը, որ ավելի վաղ էինք ստացել, ասում է, ես առանձնացրել եմ թղթի վրա, էնդոսկոպիկ կաբինետների պատերին երբեմն հետազոտությունների այնպիսի անուններ են գրված, որ մարդ չի կարողանում նույնիսկ նորմալ կարդալ, օրինակ ինչ է ֆիբրոեզոֆագո գաստրո դուոդենոսկոպիա։ Նույնիսկ չգիտեմ քանի տառ կա։ Մաքուր լատիներենով է գրած։ Ամեն մի բառը նշանակում է ինչ-որ մի իհարկե ունի նշանակությունը ֆիբրոտա դե պարզ է մանրաթելերը, գաստրո ստամոքսը, էզոֆագը կերակրափող, 12 մածաղիկը դուոդենում եւ վերջը սկոպիա նայել։ Նու այդպիսի բաների վրա ամբողջը միասին, նու մենք ասում ենք գաստրոստամոքսին նայում, ներզնում գաստրոսկոպիա ենք ասում ավելի։ Հասկանալի է։ Վերջում պարոն Համբարձումյան, խնդրում եմ ձեր խորհուրդը որպես այս համակարգի ամենավաստակաշատ բժիշկներից մեկը երիտասարդ բժիշկներին, գիտենք, որ շատ գրավիչ է այս ոլորտը, շատ երիտասարդ բժիշկներ են գնում դեպի հետազոտող, ախտորոշող բժշկություն, ինչ արժեք կարող է ունենալ դիագնոստիկ բժշկի սխալը եւ ինչ խորհուրդ եք տալիս երիտասարդներին։ Գիտեք ինչ, իսկապես շատ հրապուրիչ է, շատ հետաքրքիր է եւ ուղղակի միշտ ամենակարևորը միշտ հնարավորի չափ կարողանալ երկրորդ անգամ ստուգելու հնարավորություն ունենալ։ Դա սովորակ հիմա հնարավոր է դա, օրինակ նույնիսկ նույն էնդոսկոպիան, որ առաջ անում ենք եւ ոնց որ թե փակվում էր հարցը, բայց եթե արվում է վիդեոզապիսի ժամանակ, արդեն տեսնում ես, որ դու ինչ-որ մի բան այն ձևի չկարող ես գրել կամ նկարագրել կամ բաց ես թողել։ Եվ սովորաբար ուղղորդվել է պետք այդ երկրորդ ստուգումով, երկրորդ նայելով։ Այդ երկրորդ նայողը կարող է եւ լինի կլինիցիստը, որ ես ելի եմ կարևորում անպատճառ այդ բուժող բժիշկի դերը։ Կարող է նա թերապևտը լինել, եթե դու նայում ես գրում ես խոց, թերապևտը ասում է խոցի չեմ տեսնում խոցի գանգատներ, այսինքն ինքն է օգնում քեզ։ Թիմային աշխատանք է պետք։ Միայն եւ միայն թիմային աշխատանքով, այսինքն մինիմում 2-3 հոգով կարելի է եւ հստակ դիագնոզը վերջը դնել։ Վերջնական ճիշտ դիագնոզ, այսինքն բաց թողում չէ, իսկ բժիշկը մարդ է, նա էլ կարող է հոգնած լինել, նա էլ կարող է հերթապահ լինել, հերթապահության ժամանակ կա կեսգիշերին հիվանդին օգնելու։ Հասկանալի է։ Բոլորին մաղթենք ճիշտ ախտորոշում, որպեսզի ճիշտ բուժումը նույնպես կազմակերպվի։ Շատ շնորհակալ եմ, պարոն Համբարձումյան, հուսամ մենք էլի առիթ կունենանք, որովհետև դեռ հարցեր կային, որի մասին կցանկանայինք խոսել։ Այսօրվա համար շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրը պրոֆեսոր Անդրեաս Համբարձումյանն էր եւ մենք խոսում էինք ախտորոշման մեթոդների մասին։ Մի մոռացեք, որ ճիշտ ախտորոշումը, վաղ ախտորոշումը ավելի ձեռնտու է եւ պետք է նաեւ կանխարգելիչ ախտորոշման գնալ շատ հաճախ, այնպես որ հետեւեք ձեր առողջությանը, մինչ վաղը առողջ եղեք։